Հայաստան ինքնիշխանության վրա ազդում է Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացումը, որովհետև Հայաստանին սկսում են վերաբերվել աֆրիկյան, ինչպես աֆրիկյան ինչ-որ պետության։ Մենք հիմա տեսնում ենք այն, ինչ կատարվում է Հայաստանում իրավական հարթության հետ կապված, մենք տեսնում ենք եւ ականատես ենք ԵՄ կատարյալ լռության, եվրոպական մարդու իրավունքների բոլոր ինստիտուտների կատարյալ լռության, եւ այս պարագայում խոսել են մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները վնասում են Հայաստանի սուվերենությանը, սա նվազագույնը ծիծաղելի է։ Հայաստանը պետք է հաշվի առնի մի բան. Ռուսաստանում ապրում է շուրջ 3 միլիոն հայ, որոնց մի մասը Հայաստանի քաղաքացի է, մի մասը ոչ։ Բայց նրանք մեր հայրենակիցներն են, որոնց անվտանգության, ճակատագրի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է, որովհետև Հայաստանի Հանրապետության անձնագրի վերջին էջում նշված է, որ այս անձնագիրը կրողի անվտանգության ապահովողը Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք պետք է հաշվի առնենք մի բան. Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրած ապրանքները 100% ծավալով իրացվում են ռուսական շուկայում առանց որևէ խնդիրների։ Նույնը չունենք Եվրոպական միության հետ, անգամ GSP+ համակարգը, որի մասին այդքան թմկարում են, 2017 թվականին ստորագրված համապարփակ համընդգրկուն համաձայնագիրը ըստ էության հիմա կարելի ասել, որ այն չի գործում։ Ավելին, Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պարագայում մենք ունենք հնարավորություն նոր ատոմակայան ունենալու, ինչը չունենք Եվրոպական միության պարագայում, որովհետև ԵՄ հետ 2017 թվականին ստորագրած պայմանագրով ուղղակի Հայաստանը պարտավորվում է ընդամենը սիմվոլիկ 200 միլիոն եվրոյի դիմաց փակել ատոմակայանը։ Սա էներգետիկ անվտանգությանը մեծապես հարված է հասցնելու, որովհետև ատոմակայանը ապահովում է Հայաստանի էներգետիկ պահանջմունքի 40%-ը։ Այսօր մենք ունենք ցորենի ներկրման խնդիր, որոնք մեծ հաշվով գալիս է Ռուսաստանից։ Իհարկե վերջին օրերին ինչ-որ ղազախական ուղղություն է ակտիվացել, բայց ես դա լուրջ չեմ համարում։ Դա իրավիճակային լուծում է, որը ցանկացած բայի կարող է փակվել, բայց ռազմավարական երկարաժամկետ մենք ցորենը ներկրում ենք այսօր Ռուսաստանի Դաշնությունից, ավելին ասեմ, պատերազմի պայմաններում Ռուսաստանի Դաշնությունը էմբարգո է կիրառում եւ դրույքաչափեր է կիրառում ցորենի արտահանման հետ կապված այլ երկրներ, բայց դա չի վերաբերվում Հայաստանին եւ Հայաստանը ողջ ծավալով ստանում է այդ ցորենը։ Սրանք հարցեր են, որոնց պետք չի այսպես թերահավատորեն վերաբերվել։